Ոստը նորից ուղի եթերում ենք, մեր հյուրն է լինելու Արամ Մկրտչյանը, ունենք շատ բազմաթիվ թեմաներ, ոնց նկատում եք ֆորմատը լրիվ ուրիշ կերպ է լինելու, ես նույնպես ասում եմ, որ ես բլոգեր չեմ, մենք բլոգերությունով չենք զբաղվում, այլ մենք խոսում ենք իրականությունը, սա մեր պարտքն է հայ լինելով իրականության մասին խոսելը, իմ համար շատ կարևոր է այս եթերը, որ լինի հոգևոր, առաջնական իմ համար կարևոր է հոգևոր եթեր, երկրորդ իրականություն եւ ճշմարտություն, դրա համար մենք փորձում ենք տարբեր հայրենակիցների հետ ունենալ ուղիղ եթեր, խոսելու, հասկանալու իրականությունը, իմ խնդրանքն է մեր հայրենակիցներին ուղիղ եթերում լինել adekvat, կոռեկտ, ես թույլ չեմ տալի իմ եթերում լինի հայոյանքներ, որովհետև մենք փորձում ենք խոսել ճշմարտությունը, խոսում ենք ճշմարտությունից խոսելու հետ միասին, մենք ունենք քույրեր, եղբայրներ, երեխաներ, որ լսում են մեր եթերները, նորից եմ ասում, սա իմ եթերն է եւ իմ եթերով ես թույլ չեմ տալու որևէ մեկի ինչ-որ վատ կոմենտներ գրել, եթե փորձեն ինչ-որ մարդիկ գրել, նրանք ուղղակի կմաքրվեն մեր էջերից, մենք փորձում ենք ճշմարտությունը քրիստոնյա վայել խոսելու, մենք փորձում ենք լինել adekvat ճշմարտության մեջ մնալով, այս պահին ինչ-որ կատարում է մեր երկրում, թե հոգևոր դաշտում, թե իրական եւ քաղաքական դաշտում, հիմա կհրավիրենք մեր հյուրին, Արամ Մկրտչյանին, պարոն Մկրտչյան, դուք եթերում եք, բարի երեկո, բարի ողջույն արգանքներս, մեր նոր տաղավարը պատրաստ է, փորձենք առաջի եթերը, Արամ ջան, խնդրեմ, ներկայացեք, որտեղ շատ հայրենակիցներ այս պահին ձեզ չեն ճանաչում, որտեղ ամեն օր ես ունենում եմ 50-ից 100 հույր նոր մեր Facebook-ում, խնդրեմ, Արամ ջան։ Շնորհակալ եմ, որպեսզի ամեն անգամ կրկնություն չլինի, դեպքում դեպենդեղ պետք է մի հատ տիտր դնես, որ հրավիրել ենք այս ինչին, լրացուցիչ գրես, թե չէ մարդկանց մոտ տպավորություն կառաջանա ինքնասիրարված եմ, ամեն անգամ պետք է ասեմ Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարության վարչապետ, համայնքական սենատի համահիմնադիր եւ այլն։ Կարծում եմ, որ այդ խնդիրներ ժամանակի մեջ արդեն կլուծվի կգնա եւ մարդիկ արդեն կճանաչեն, էլ կարիք չի լինի կրկնելու, ասե որ 1000 բարին մենք եթերում ենք եւ խոսել ենք մեր ազգային խնդիրներից եւ այն խնդիրները, որոնք որ յուրաքանչյուր հայ համար հոգե հարազատ են։ Համեցեք։ Արամ ջան, Տաղավարը շնորհավոր։ Շնորհակալություն։ Վերջը հասցրեցիք դու ես ամեն ինչի դրեց մեղավոր Արամ ջան, բայց շատ լավ է, ես ինձ շատ լավ է, որ նախ ողջուններս Արամ ջան, շատ մարդիկ են գրում, ով է այս խելացի անձնավորությունը, ոնց կարող ենք հետը կապնվել, իհարկե ես ուզում եմ իհարկե քո թույլտվությամբ, եթե դուք համաձայն կլինեք, մարդիկ երբ որ հարցեր ունենան, ձեր Facebook-ում ձեզ անձամբ գրեն, որովհետև շատ մարդիկ իրոք ձեզ հիմա նոր դիտում են, տեսնում են, ճանաչում են, զարմացած են, թե ոնց կլինի, որ իրականությունը այս ձև եւ այսօր մեզ խաբելով 29000 կիլոմետրին, մինչև հասնելը դրան, Արամ ջան, ես ուզում եմ մի երկու բառ այսօր եթե նկատել ես, ես գրառում եմ արել պարոն Գասպարյանի համար, օդից կախված լուրեր ինձ հասնում են, քանի որ ես լինելով Սև Հովաս ջոկատի պատասխանատուն Ավստրիայի Հանրապետություն, ես չեմ կարող չհետաքրքրվել իմ հրամանատարով, դրա համար ուզում եմ մարդկանց թող անակնկալ չլինի, թե Գևորգին Որդուց այդ ինֆորմացիան, որ այսօր ես տարածել եմ իմ Facebook-ում, այո, մենք շատ հետաքրքրված ենք մեր հրամանատարով, ես նորից ուզում եմ այսօրվա իշխանություններին ասել, որ ձեռքներդ վերցրեք հրամանատարից եւ մնացած մեր հայրենակիցներից, բայց ինչ որ մնում է Սերոբ Գասպարյանից, ես նորից կրկնում եմ, մենք ոչ թե հետաքրքրված ենք, մենք ամեն ինչից տեղյակ ենք եւ ամեն րոպե մենք հետևում ենք թե նրա առողջության, թե նրա կյանքի, թե մնացած ով ինչ գործերով է զբաղված պարոն Գասպարյանի գործերով։ Այսօր եթե նկատել ես, ես գրառում եմ արել, խնդրում եմ այդ գրառումը մեկնաբանես, որովհետեւ ոնց հասկացանք փոքրիկ քնիչ լինելով Սերոբ Գասպարյանի գործից հետո դառնա մասիվի քնչական պետը պարոն Սիսակ Հայրապետյանը, հա,
Հիմա խնդրեմ մի երկու բան ձեր մեկնաբանությունը, ոնց կարող է այդպես լինել։ Տեսեք, մենք միջև հաղորդումը խոսում էինք եւ ես ասացի, որ Սերոբ Գասպարյանը հայտնվել է Նժդեի տարածքում։ Այո։ Այդ տարածքում ուրեմն հերոսին միշտ հաշտում է դառը, դաժան եւ պայքարի ամենավերջի գործիքները։ Պետությունը անձի դեմ կիրառում է առավելագույն ճնշման մեխանիզմները։ Եվ տվյալ դեպքում անձը, ով այսօր զբաղված է Սերոբ Գասպարյանի քննչական գործերով կամ նրա դատավարական խնդիրներով, պետք է հասկանանք, որ նրանք պետության ծառաներն են եւ իրականացնում են պետության հրահանգները ճնշման ենթարկելու մարդուն, ով որ իր կյանքի ամբողջ գործնեության ընթացքում նվիրված է եղել հայրենիքի պաշտպանությանը, սահմաններին, թշնամուն վնասազերծելուն եւ դրանով ցույց տալու, որ հայ տղամարդը տանուտեր է։ Այս խնդիրները օրակարգում կան, մնալու են։ Ես կոչ եմ անում բոլոր այն մարդկանց, ովքեր որ զբաղված են Սերոբ Գասպարյանի դատավարական խնդիրներով, դրանք դատավորներն են, դրանք այլ ծառայության ներկայացուցիչներն են, դրանք շահագրգռված անձեր եւ կողմերն են։ Ես կոչ եմ անում բոլորին, որպեսզի նրանք իրենց այս ոչ ճիշտ մոտեցումը, ուրիշ բառերով չեմ ուզում ասել, ոչ ճիշտ ձևակերպեմ, վերաբերմունքը Սերոբ Գասպարյանին հանգեցնելու է իրենց իսկ ընտանիքների կործանմանը։ Իրենք են կորցնելու իրենց հարազատ եւ ամենաթանկ էակներին, մարդկանց, ոչ թե որ Սերոբի կողմնակիցները դա կանեն, թուրքերն են դա անելու։ Հայտնի բան է, երբ որ Մխիթար սպարապետի գլուխը տարան տվեցին Իրանի շահին, ասեցես դուք ձեր հերոսի գլուխն եք բերել ինձ տվել, հա, ասեք գլխատեք այս գլուխը բերողին։ Ուրեմն դուք նաև կարաք իմ գլուխն էլ ուրիշին տանեք տակ։ Ուրեմն թուրքը որ մտնելու է, նա ասի հերոսների պատժողներն ովքեր են, սրանք, առաջինը դրանց մեծ պատժեք։ Թող իրենք իմանան, պատիժն իրենք են կրելու։ Հետո նոր հերոսներ, իսկ հերոսների նկատմամբ նույնիսկ թշնամին հերոսի նկատմամբ մշտապես վերաբերմունք է ցույց տվել, բայց ոչ դավաճան, դավաճանները վերաբերմունք։ Ես խնդրու հետ կապած երկու տիպի դիտարկում ունեմ։ Առաջինը, որ մենք դրսում ովքեր որ ազատության մեջ են, ովքեր իրավունքը հասկանում են, ովքեր հնարավորություն ունեն ազդելու հասարակական կարծիքի ձևավորման վրա, նրանք պետք է իրենց վրա պատասխանատվություն վերցնեն եւ օժանդակեն։ Միայն Սերոբը չի, Սերոբը երևացողն է։ Պավլիկ կա այնտեղ նստած, այնտեղ Վարուժան կա նստած, այնտեղ ուրիշ տղեր կան նստած։ Ես գիտեմ մարդիկ, որոնք նստել դուրս են եկել, բայց իրենք չեն արդարացվել, որովհետեւ պետությունը իր նկատմամբ այլ տիպի գործիքակազմ է օգտագործել։ Ես կոչով դիմում եմ Սերոբի ընկերներին, հարազատներին, մտերիմներին եւ բոլոր նրանց, ովքեր որ նման համանման իրավիճակում են։ Մենք ձեզ չենք մոռացել, դուք հայրենիքի համար ձեր քայլերը արել եք եւ մենք մեր նվազագույն մասնակցությամբ չենք ուզում հանդես գալ, մենք առավելագույնը մեր կարողությունների շրջանակներով կոժանդակենք, կօգնենք։ Ես գրիչի մարդ եմ, ես կարող եմ գրիչ օգտագործել եւ դες անհրաժեշտության դեպքում, եթե կարիք կլինի միջամտությունը գրիչով, ես պատրաստ եմ իմ միջամտությունը ցույց տալու։ Համեցեք։ Շնորհակալություն Արամ ջան, ես նույնը կոչ եմ անում ինչ ճանաչող Եվրոպայի բոլոր մեր հայրենակիցներին, մանավանդ մեր կրված եղբայրներին, որ ինձ դուք լավ ճանաչում եք, 90-ականներից մինչև 44-րդ պատերազմի մեր տղեկին, որը մենք ունենք տարբեր երկրներից կապեր, ես այսօր առաջ անգամ կոչ եմ անում ու բարձրաձայնում եմ կանգնել մեր հրամանատարի կողքին, Սերոբ Գասպարյանի կողքին, որովհետև տղեկ, եթե մենք այսօր չկանգնենք, հաջորդը դուք կամ հաջորդը մեր մյուս եղբայրն է, չի կարող այսպիսի բան լինել, որ քննիչը փորձի չվկաներին սարքել ինչ-որ ճնշման տակ վկա ու փորձել այս գործը կոչել Սերոբ Գասպարյանը։ Մենք, ես նորից ասում եմ Սիսակին, քննիչին, լինելով հովազի
Ավստրիայի պատասխանատուն ասում եմ Սիսակ ձեռքերդ վերցրու սերով գասպերանից ես իմ կոչը տղեկ ձեզ անում եմ դուք իմ համարը գիտեք մենք կապի մեջ ենք եւ ես նորից եմ ասում բարձրաձայնում եմ եւ ասում եմ մենք չունենք եղբայր որևէ մեկի նվեր տալու նա մեր հերոսի եղբայրն է նա մեր հրամանատարն է հովազները այս պահին կանգնած են սահմանի առաջնագծում եւ նրանց մեջքը պետքա պահի մեր առողջ հրամանատարը շարունակենք Արամ ջան այսօր մենք տեսնում Եթե թույլ տաս ես երկու բան ասեմ սերով հետ կապված իմ ընկերներից մեկը գրություն էր փոխանցել սերոփի դատավարության հետ կապված ես այդ գրությունը նայեցի իհարկե կաշխատենք որ այդ գրությունը հասնի եվրոպական իրավական մարմիններին մեր ընտրված սենատորների միջոցով մենք փաստաթուղթը կդնենք շրջանառության մեջ եւ Ռուսաստանում Եվրոմիության տարածքում Միացյալ Նահանգներում նույնական նամակը համայնքական սենատի լոգոյով բլանկով ստորագրություններով մեր պահանջը կներկայացնենք որպեսզի արդեն մեր գործունեությունը ինքը սկսվի իրավական քայլերով եւ կոնկրետ անձանց իրավունքները պաշտպանելու նպատակով ես եւս մեկ անգամ հավատացնում եմ եւ վստահեցնում եմ մեր լսողներին որ այն ինչ որ գոնե ես ասել եմ ես անում եմ եթե ես հնչեցնում եմ ինչ որ մի բան ես դա անպայման անում եմ եւ դա անելուց հետո նաեւ ցույց եմ տալիս թե ինչ եմ արել Այսքանը համեցի Շնորհակալություն Արամ ջան այսօր մենք նկատում ենք որ ելի նույնապես ազերբայջանցի երիտասարդը կանգնելով հրապարակում խոսելով ազերբայջաներեն եւ ինչ-որ մի բլոգերի զարգացով սս կարելի ասել նա նկարահանում է մեր հրապարակը հյուրանոցը լավ ուր ենք հասել մենք գիտենք մենք ազգային անվտանգություն այս պահին չունենք որպես հայամետ հա բայց այսօր սա ինչ ազդակ է նորից խնդրում եմ ձեր մեկնաբանությունը Տեսեք նման ավանտյուրաներ միշտ լինում են մի բան էլ ավելացնեմ որ մենք դրա նկատմամբ լինենք ավելի սառը քան այս իրավիճակը կա եթե ես հիմա ուզենամ օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաները վաղը ես մի հատ տեսանյութ կբերեմ որ ես Բաքվում նստած կաֆեում թեյ եմ խմում Ինք ոչ մի խնդիր չի իրենց ներկայացնում Եթե խնդիրը հասնում է դրան որ ես ցույց տամ որ ես Բաքվում նստած թեյ եմ խմում ասենք քո ուզած կաֆեյում ես այդ քո ուզած կաֆեյում տեխնիկական գործիքակազմը օգտագործելով ես այնտեղ թեյ կխմեմ այնտեղից էլ ձեռքով հայերեն կբարևեմ ու մի հատ էլ կգոռամ կասեմ այ շանտղա թուրք արիստեղ մի բաժակ թեյ բեր Սա պրովոկացիա շեղելով իրականությունից Անպայման դա պետք է մենք չենք երկում որ կարա դա իրական ինչ-որ մի լամուկ լինի Անպայման բայց մենք պետք է նայենք տեսեք այդ նման տիպի աշխատանքները վաղօրոք պլանավորվում են արվում են Հայաստանի Հանրապետության տարածք ադրբեջանցին չի կարող հայտնվել որովհետեւ սահմանապահ իրան ներս չի թողնի հետեւաբար ներս եկողը եկել է այլ անձնագրով մենք հիմա այլ բան ենք վերլուծում Ուրեմն նա ազգանունով, հայրանունով, այլ անձ է, կարող է նաև լինի հայկական ազգանունով, ասենք Կարապետյան Մարտիրոս, Ռուսաստանի քաղաքացի, ինչ որ մի երկրի քաղաքացի։ Ուրեմն դա նշանակում է, որ հատուկ ծառայություններն աշխատել են այդ ուղղությամբ, որ ինքը գա, ներկայանա, ասի եւ գնա։ Երկրորդը Անշուշտ Ուրեմն մենք եթե բացել էին Մարկարայի կամուրջը Թուրքիայի հետ եւ Վրաստանի այդ խաղի դառը հետևանքը նաեւ այս բանը մշտապես հուշում են որ ծառայությունները զբաղված են ինչ որ մի բան մեր գիտակցության մեջ վերջնականապես փոխելու եւ Թուրքի ներկայությունը Հայաստանում դարձնելու անդառնալի երևույթ սա են անում Մենք սա պետք է հասկանանք Ես էլ երբ որ ադրբեջանցիների հետ խոսեմ ասեմ մենք նման խնդրեմ չունենք Դուք մեր երկրում ապրում եք, դուք Արցախում եք, դուք Գանձակում եք, դուք այնտեղ ապրում եք,
Մենք նման խնդրեմ չունենք։ Ու ձեր Երևանում գալով չի արդարացվում կամ չարդարացվում մեր հարաբերությունները։ Դուք մեր երկրում ապրում եք։ Այսինքն այդ սպեկուլյացիաները, որ իրականացվում են, մեզ համոզում են, որ Արցախը մերը չի, Գանձակը մերը չի, Գարդմանը մերը չի, Ուտիքը մերը չի, Նախիջևանը մերը չի, Կարսը Սուր Մալուն մերը չեն։ Համոզում են, հասկանում ես, նման խնդիր կա։ Մենք պետք է սա հասկանանք ու սրան կարողանանք նաև adekvat պատասխան տալ։ Իհարկե, պետության անվտանգությունը եւ այդ փողոցային այդ լկտիությունը ինքը պետք է հետաքննության ենթարկվի եւ բացահայտվի։ Այդ տղեն դեմք ունի, չէ՞։ Երևան ամբողջը կամերաներ, ինքը մի հյուրանոցում ապրում է, չէ՞։ Ոնց կարող է պատահի ինքը հանգարց անհետանա հանրապետությունից։ Կարող է անհետանա նոր այդ նկարահանումը գցի, բայց այդտեղ հարցը պետք է ազգային անվտանգությունը պատասխան տա հայրենակիցներին, Պողոսյան Պողոսները, թե Ախմեդովներ եկե մեր հայրենիք։ Անպայման, եւ սա Հայաստանի անվտանգության, ասենք, թերություններ կամ հանձնարարությունը բարձր իշխանությունների երկուսից մեկը։ Արամ ջան, այսօր դու ինձ ուղարկեցի շատ հետաքրքիր Լևոն Տեր-Պետրոսյանի ինտերվյուները տարբեր տարիների, նա շատ հետաքրքիր մի բան խոսեց, այդ ինտերվյուն ես կգցեմ մեր էջում, որ մեր հայրենակիցները հետո հասնեն, շատ հետաքրքիր մի բան էր, որ Լևոնը 30 տարի առաջ, նույն Նիկոլ Փաշինյանը, երբ որ ասում է մենք 30 տարի չենք ունեցել կատաստր, նույն Լևոն Տեր-Պետրոսյանը իր կնքահայրը խոսում է 60,000 կիլոմետր հողատարածքից։ Սիրելի հայրենակիցներ, ես փորձել եմ այն արխիվը, որ ինձ ուղարկվել է, Արամ ջան, ես ուրեմն կեսով չափ արդեն ունեմ իմ մոտ, ես քեզ խոստացել եմ եւ էսի մեր առաջի այս տեսակ եթերն է, ես ասել եմ, ուրեմն մնացածը մինչև ուրբաթ պատրաստ կլինի, դա ասենց այս հաստության օրինական թղթերն են, մեր երկրի քարտեզը, մեր երկրի կատաստրը, մեր այն ինչի մասին որ խոսում ենք 214,000 կիլոմետրից, հա։ Հիմա ես մի բան եմ ասում, որ այս եթերը մնալու է եւ ես դա խոսք եմ տվել, եթե որևէ մեկը փորձի սրա մասին ասի, որ դա իրականություն չի, եթե երևում է սիրելի հայրենակիցներ, խնդրեմ այսպես սենց։ Մի քիչ կողք պայի, որ բան չանի, հայլիածը քու դիմացը պայի, անմիջապես քու դիմաց։ Այսինքն ես հիմա կպայեմ այս օրինական թղթերը, սա դառնալու է շատ հաստ մի պապկա։ Ես խոստանում եմ, Արամ ջան, որևէ մեկը յան ազգանունով, եթե սրա համար կկանգնի կասի, սրանք բոլորը կեղծ են կամ ինչ-որ բան, ես խոստանում եմ, եթերով ասում եմ, չնայած ես դեմ եմ ագրեսիայի եւ մարդկանց քրիստոնյա լինելով մարդուն ավելի լավ հոգեվոր դաշտը ապաշխարության բեր, բայց ես խոստանում եմ այս ճշմարտության համար, ուղղակի մեկ անգամ այդ դաստը այդ թղթերով ես չրփեմ դրա այդ անձի դեմքին եւ որ երևի մեկ ես քեզ խոստացել եմ եւ ես ասում եմ չտա Աստված որևէ մեկը կանգնի ասի որ այս թղթերը իրականության չեն հիմա նայ մենք խոսում ենք 214,000 կիլոմետրից բայց այսօր այդ վիդեոն երբ որ դրի 96 թվից մինչև 99 թիվներ եթե չեմ սխալվում մենք կդնենք այդ վիդեոն Լևոն Տեր-Պետրոսյանը խոսում է 60,000 կիլոմետրից մարդ որը առաջի Հայաստանի Հանրապետության նախագահն է եղել, մարդ, որը օրինական ձևով խոսում է 60,000-ից, ինչ եղավ Արամ ջան այդ 30,000-ը, ու օդը լավ ինչ եղավ։ Խնդրեմ։ Այդ հարցը ես միշտ բարձրացրել եմ եւ խնդիրը օրակարգ բերելու այս պահին չի ստացվում։ Լևոն Տեր-Պետրոսյանի բարձրացրածը որ 60,000 էր, բնականաբար ինքը այնտեղ 15,000 քառակուսի կիլոմետր պակաս է ասում, ես այդտեղից հասկանում եմ, որ ինքը փաստաթղթերը չի ունեցել իր ձեռքի տակ։ Բայց դե 60,000-ը քիչ չի, մեկին մեկ։ Նայ, ինքն ասում էր 60, Սերն ասեց 40, ես ասում եմ 26։ Ուրեմն խոսակցությունը կառուցվում է փաստաթղթերի հիմքով։ Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը ջաննակասեր Հայաստանի Հանրապետությունը կազմում է 214,000 քառակուսի կիլոմետր կամ երկրորդ փաթեթը Հայաստանի Հանրապետությունը կազմում է 70,551 քառակուսի կիլոմետր, ես կիմանամ ինքը փաստաթղթերի հետ գործեր ունեցել։ Ցավոք չուներ փաստաթղթերի հետ գործ։ Եթե որևէ մեկը մինչև սրա հրապարակում այս փաստաթղթերի հետ գործ ունեցած լիներ, ապա 2015 թվականի Ցեղասպանության 100-ամյակին նվիրված ուսումնասիրությունների գրքի մեջ ինքը ներառված կլինի, նա էլ ներառված չի։
գիրքը կազմել են հայտնի ազնվորություններ, անունները չեմ ուզում տալ, որ շատ չողոքեվորվեն, բայց կազմել են այդ հայտնի ազնվորությունները, որտեղ այս փաստաթղթերը չկա եւ այնտեղ բացարձակապես այլ թվեր են գրված։ Ուրեմն դա հայտնի չէր Լևոն Տեր-Պետրոսյանին, հայտնի չէր գիրքը կազմողներին 2015 թվականին եւ ինձ էլ հայտնի չէր մինչեւ արխիվի հետ ծանոթանալը։ Հիմա ես մի հարց տամ, ռետորական մի հարց տամ, Արամ ջան։ Մեր ընդդիմադիր ուժերը հիմա ասում են, որ սենց չի։ Հիմա ես գիտեմ, որ այս եթերները հարյուրավոր, հազարավոր մարդիկ դիտելու են։ Հիմա որևէ մեկը, այն էլ Լևոն Տեր-Պետրոսյանը, որ մենք խոսում ենք մինչև 44 օրվա պատերազմը, բոլոր նախագահները, վարչապետը, երբ որ մի կռիվ է լինում, բոլորը հավաքվում են Լևոնի կողքը։ Նա կնքահայրն այս ամեն ինչի, մենք դա գիտենք։ Հիմա հարց. ինչի հարց չեն տալի այդ նույն падգամավորները հիմա որ այս պահին ազգային ժողովում են, ասեն լե 1 րոպե դու խոսում ես 29000, բայց քո կնքահայրը, որը քեզ բերեց դրեց այս աղետին Սերժ Սարգսյանի հետ միասին, խոսում է 60000, հələ մենք չենք խոսում 214-ից։ Թեկուզ որ ասում եք, հեսա կհանդրադառնանք այդ 15-ն էլ որտեղից, հա, լավ ոնց նախ չեն խոսում, երկրորդը այդ 60 կամ 75000-ը ոնց հասանք, բայց չէ որ մենք խոսում ենք 215-ից, խնդրեմ։ 1919 թվականին, երբ ձևավորում էր ազգերի լիգան, Հայաստանի Հանրապետությունը պետք է ներկայացներ քարտեզ։ 1919 թվական։ 1918 թվականին Թուրքիան ստիպել էր Հայաստանին հետ կնքելու Բաթումի պայմանագիրը։ Դա 18 թվականն է։ Այդտեղ Չիչերինը հետաքրքիր դեպք է տեղի ունենում։ Գերմանիայի դեսպանը անհանգստացած, որ թուրքերը շատ խոշոր ճնշում են գործադրում Հայաստանի վրա, զանգահարում է Գերմանիայի ներկայացուցիչը զանգահարում է Գերմանիայի Ստամբուլ դեսպանատուն, ասում է, որ հայերի վրա ճնշում են գործադրում, Գերմանիայի դեսպանատնից զանգում են Չիչերինին, Մոսկվայի արտգործնախարարին, ասում են հայերի վրա ահավոր ճնշում կա, մի բան արեք, թե չտակը բան չի մնա, ասեն ժողովրդական լեզվով եմ ասում։ Չիչերինը անմիջապես զանգում է Բաթումի, դա 18 թվականն է։ Ասում է հայերը ինչ փաստաթուղթ ստորագրեն, մենք դա չենք ընդունելու, մերժելու ենք։ Ինչ Թուրքիան ինչ ուզում են թող ստորագրեն, մենք դա չենք ընդունելու։ Դե որ տենց ասում է ինչ են դեմ տալիս է ստորագրել, ասում ստորագրեք 12-ը։ Թողեք եք, ստորագրեք, թողեք եք, մենք դա չենք ընդունելու։ Ինչ անշան 12-ը։ 1918 թվականին Հայաստանը Թուրքիայի հետ ստորագրել մի պայմանագիր, որով Հայաստանը 12000 քառակուսի կիլոմետր։ Այդտեղ Չիչերինն ասում է, ինչ են ձեզ ասում ստորագրել, ասում է ստորագրեք եկեք, այդ հարցը տենց չի լինի։ Ստորագրում են գալիս են, Ռուսաստանը բացում է իր արխիվները եւ Հայաստանին տալիս է 1917 թվականից Հարական Ռուսաստանի քարտեզը, որով Հայաստանը 70551 քառակուսի կիլոմետր է։ Տալիս է Հայաստանի պատվիրակությունը, ասում է ներկայացրեք ազգերի լիգային, սա ձեր տարածքներն են։ Այդ 70551 քառակուսի կիլոմետրը այդտեղից է գալիս։ Ու դե մենք կլորացնող ազգ ենք, չէ՞։ Անենց հնարավոր հանգած չկլորացնենք 551 ասեն հանգած հայրին որ թողեք էլի կկլորացնեն էլի հա ու դրանից փաստաթուղթը հայկական պատվիրակությունը դրում է շրջանառության մեջ ազգերի լիգան ասում է այո օքեյ մենք սա ընդունեցինք բերել եք ընդունում ենք ոչ մի խնդիր չկա ուրեմն Արևելյան Հայաստանը 70551 քառակուսի կիլոմետր դա Արաքսի տեսքով հələ Թուրքիա չենք մտնում Նախիջևանը Արցախը մեջն է Նախիջևանը Կարսը Սուրմալուն Ջավախքը եւ Գարդմանքը ամբողջը բացի Արցախը այսինքն Քուր գետով մի քիչ այն կողմ էլի իմ Facebook-ի դիմապատի վրա այդ քարտեզն է դրած ու մեջտեղն է դրած է Հայաստանի 29000-ի քարտեզը ներկայացնում են ասում են օքեյ մենք դա ընդունում ենք իսկ երկրորդ քարտեզը որ արդեն մեր հանրությունը դրա անցալում է որպես Վուդրո Վիլսոն իրավարար վճիռ այն էլ արդեն լրացուցիչ
վիլայետներն են, որ երկուսի հանրագումարը տալիս է 214,000 քառակուսի կիլոմետր։ Սա ընդհանուր պատկեր, իսկ մեր պարագայում ուր կորավ 70,551-ից հանենք 30,000 քառակուսի կիլոմետր, տակը կմնա 40,551 կիլոմետր։ Դա բաշխված է Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի միջև։ Վրաստանի հետ մենք այս պայն տենց խնդիր չունենք, որտեվ հայկական մասը այնտեղ պահպանված է, համարում եմ լուծված, ես եմ համարում լուծված իմ համար, որտեվ հայկական էլեմենտը կա։ Իսկ մնացածը, այսինքն դրանից մոտարապես 20,000 կիլոմետր Ադրբեջանի կազմում է, մոտ 20,000 կիլոմետրը Թուրքիայի կազմում։ Ահա մեր ամբողջ պատմությունը։ Արամ ջան, դու հիմա որ խոսում ես, չէ, գիտես հիմա ինչա կատարվում, եղբայր։ Ես քեզ անկեղծ ասեմ, ուրեմն այ առաջ մենք խնդիր ունեինք Արցախի ինքնության հարցը, որը մենք գիտենք Հայաստանը դա կազմված ինչ-որ արդեն պետություն է, որը որ չի կարող ոչ մեկ կպնել։ Հիմա մենք խոսում ենք մի բանից, մենք պետքա հիմա արդարանանք, այս կան թղթերը օրինական մեր մոտ դրված, մենք պետքա հիմա արդարանանք, մենք հասկանում ենք հիմա եկել ենք նույն Արցախի իրավիճակում ենք հասել, այս բանն է իմը ոնց են էդի ասում, իրավիճակն եմ հայտնվել, որ այսօր մենք պետքա աշխարհին ցույց տանք, որ մենք կանք պետություն ենք, բայց հələ որ ոչ մեկինը չենք։ Այս հասկանում եք, սիրելի հայրենակիցներ, կործանում չեք, ասենք, այն ժամանակ Արցախը գիտեր ժողովուրդը, որ դեռ նա օդի մեջ է, նա սուվերենիտետություն չէր ունեցել դեռ, չէր ընդունվել ինչ-որ մի ազգերից, որ սա Հայաստանի կամ ինչ-որ մի մասն է, հա, ռայոնը կարելի ասել, չէր ընդունվել, մինչև 30 տարի ոչ մեկ չկպավ, սենց թողել են նոտրալ։ Հիմա այդ վիճակը մենք ենք հայտնվել։ Եղբայր, եթե սենց նայում եք, պատկերացնում եք, 30 տարի առաջ առաջին նախագահան խոսում է 60, դուք ասում եք 70, հիմա գնում է 29-ի, հետո ասում ենք կատաստրոֆ չունենք, լավ, այդ սահմանները, աշխարհը, պետություն, դրոշ, մեզ ո՞նց են ճանաչել։ Լավ, մենք ով ենք։ Հարցերը որ բարձրացնում ես, իրենք ռետորական են, իրենք մի մասը պատասխան ունի, մի մասը պատասխան չունի։ Առաջինը որ բոլոր նրանք ովքեր որ ասում են մենք հանուն Հայաստանի Հանրապետության, պետք է ասես որ Հայաստանի Հանրապետության տարածքները նշի, իրավունքները նշի։ Երկու իրավունք կա՝ ուժի իրավունք եւ իրավունքի ուժ։ Այդ երկու ուժերը իրար փոխկապակցված են, բայց տեսեք, բոլոր պատերազմները դրանք ուժի իրավունք են, բայց վերջում նստում են բանակցությունների։ Այսինքն իրավունքի ուժով են ամրագրում, այն ինչ որ ձեռք է բերել ուժի իրավունքով։ Մի փոքր տավտալոգիա է լինում սովորական լեզվի համար, բայց ինքը այդպես է, երբ որ դու զենքով գնում ես, հետո իրավունքի ուժով ամրագրում ես։ Հիմա մեզ հայությանը թույլ չեն տալիս իրավունքը բերել տարածք։ Հնարավոր ամեն ինչ արել, որ մենք մնանք էմոցիոնալ տարածքում, մնանք թուրքը մեր թշնամին է, ռուսը մեր բարեկամն է, պարսիկը մեր ընկերն է, վրացին կոկոլա, այսինքն սարքել են այս ամեն ինչ, որ մենք օբյեկտիվ գնահատական տալու երբևէ հնարավորություն չունենանք։ Հիմա որպեսզի օբյեկտիվ գնահատական լինի, գոնե պետք է մեկը փաստաթուղթ բերի։ Բերել եմ այդ փաստաթղթերը, դրել եմ շրջանառության մեջ։ Հասարակությունից, ակադեմիական մտքից ակնկալում եմ Հայաստանի Հանրապետության ակադեմիական մտքից, գիտնականներից, պատմաբաններից, որ իրենք ստանձնեն պատասխանատվություն, չեն ստանձնում։ Գիտնականը վախենում այդ գրքի մասին խոսի։ Գիրքը տպել ենք ակադեմիայում։ Ես անչափ շնորհակալ եմ Աշոտին Նելքոնյան, պատմության ինստիտուտի տնօրենին, ով համաձայնվեց, մեծ պատասխանատվության տակ է մտել, ոչ մեկը համաձայն չի, այդպես անում ենք։ Հիմա շարքային պատմության գիտությունների տեխնացուները, դոկտորները պետքա խոսեն դրա մասին, խոսող չկա, ամեն ինչի մասին խոսում են, իրավունքի մասին չեն խոսում։ Այս խնդիրը օրակարգ պետք է գա եւ շնորհակալ եմ Աստծուն, որ ես ու դու խոսում ենք այդ իրավունքի մասին։ Արամ ջան, երկու հարց։ Մեկը այս պահին, որ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ մենք չունենք կատաստր,
Դրա համար ես ասում եմ, որ մենք լեգիտիմացիոն չունենք ինքը որպես վարչապետ եւ այդ նախարարությունը ինքը լեգիտիմ չի։ Հիմա գնում է Լենինականում այդ ատելությունը մեկին բերդ են ուզում, մեկին էս են ուզում անեն, ժողովուրդելի Բաբելոնա դար է, չես ասում, մեկը չկա, սլարալա դու քրիստոնյա ասք մի աղետը տեսած ժողովուրդ, որ մեկը մյուսի դիագն է քանում, մեկը մյուսի հետ հաց է կիսում, մեկը մյուսի հետ ողբ է կիսում, այսօր դարակելի թշնամի, հեսա կսկսվեն հանցագործություն կրակոցներ, այս ինչի կլանը, այն ինչի կլանը, եթե մենք կատաստր չունենք, այս ինչ ընտրություններ են անում, մեկ հարցս, երկրորդը Ռուսաստանին որտեղից 70,501 կիլոմետրը, նա ինչից եկավ այդ թղթերը, երբ որ մենք խոսում ենք 215-ից, խնդրեմ։ Գանք սկզբից Գյումրիում կատարվող դեպքերին կամ ընտրություններին, տեսեք, մենք մտածում ենք բանից, ռեստորանից ռեստորան, քուչից ավտո, ավտոից գարաժ ձևաչափու, լավագույն դեպքով ընկերոջս տուն ձևաչափու։ Մեր ձևաչափը դա է, մենք չենք ուզում ավելի խորը մտածել ու պետության կամ քաղաքի իրավունքները իրենք սեփականաշնորհված իրավունքներ են։ Ինչ որ մեկն իր համար սեփականաշնորհ, ասում է ես եմ։ Այ ես պետք է սենց անեմ։ Դրա համար ասում են առանց իրավունքի հարցը չի լուծում եւ ոչ թե ուժի իրավունքը։ Թղթի վրա գրված իրավունք Հայաստանը պետք է աշխատի, որից հետո նոր գործի զենքի իրավունք։ Սա Գյումրիում կամ Հայաստանում կատարվող իրավիճակ ու յուրաքանչյուր հայ կամ յուրաքանչյուր հայ տղամարդ որ ազնվորեն ասի իսկապես էս այլի վիճակը։ Մենք իրավունքը Հայաստանում հարգող ժողովուրդ չենք։ Հիմա գանք պատմական անցքերին, թե ինչպես եղավ, որ Ռուսաստանը ասում է դա 70,551-ը դա հայերի հողն էր։ Ցարական Ռուսաստանը, Թուրքիան, Օսմանյան Թուրքիան, Ցարական Ռուսաստանը եւ Սասանյան Պարսկաստանը 1770 թվականից հետո վեճի մեջ են իրար հետ։ Ну, եթե անուններով ասենք Ռուսաստանի կողմից Պյոտր առաջինը, ասենք ասենք որ ավելի բան լինի, վեճի մեջ են Կովկասում ինչ անելու հետ կապված։ Ռուսաստանը արդեն որ վիզուալ պատկերացնեց, Ռուսաստանը մտել է Կովկաս վրացական մասով։ Ինքը հասել է մինչև 1725-ին ինքն արդեն բանում է, մտել է, ինքը Վրաստանում է։ Կովկասի մասով հասել է մինչև Աստրախան։ Դեռ ներքև չի իջել։ Ուրեմն ինքը Կովկասայիչնում արդեն իր մահի ժամանակը 24 թվականին ինքն արդեն մտնում է Կովկաս, Աստրախանի մասը, մնացածը շարունակում է իրենց հաջորդը եւ արդեն 1803 թվականին Ռուսաստանն արդեն մարշ բրասոկներն անում է։ Մի հատ մարշ բրասոկ արել էր Դավիթ Բեկի ժամանակ։ Դա Իսրայել օրու խթանակով 1800-ականների սկզբների կամ 1875 թվականների այդ ինչ-որ մարշ բրասոկի խնդիր եղավ։ Դրանից հետո Ռուսաստանը ակտիվորեն մտածում է Հայաստանի կամ Անդրկովկասի հայ-վրացական խնդիրը լուծելու վրա ու 1803 թվականին ինքն արդեն այդ խնդիրը լուծել էր սկզբունքորեն, մտել էր արդեն Արցախ, ռուսական բանակն արդեն Արցախում էր կամ ռուսական կռվողը։ Հաջորդ մարշ բրասոկը 2013 թվականն է, որտեղ ամրագրվում են այդ հաղթանակները։ Հաջորդ մարշ բրասոկը ռուսական բանակի 1828-30 թվականն է Երևանի բերդի գրավումը։ Այդ ամեն ինչը գրավելուց հետո 1800 թվականներին այդ տարածքները շահը եւ Օսմանը դիտարկում են հայկական հողեր։ Այն ինչ որ ինքը անջատել է Թուրքիայից, ներողություն Իրանից։ Ինքը դա չի համարում հայկականը, դրանք համարում հայկական հողերը Իրանից անջատվել են, միացել են Ռուսաստանին, հիմնական հողերը։ Անջատած միայն Բաքուն։ Բաքուն ուրիշ խնդիր է։ Եվ այդ անջատումից հետո Ռուսաստանը, այսինքն ռուսական շտաբը իրենց մտածողությամբ իրենք ասում են որ
հայկական հողերը իրենք գրավել են Իրանից անջատել են 70500 քառակուսի կիլոմետր հողակտորը հայկական միացրել են իրենց դրա համար իրենք այդպիսի փաստաթուղթ տալիս այսինքն դա արևմտյան Հայաստանի հետ կապ չունի Արաքս գետից այն կողմի հետ կապ չունի ինքը կապ ունի այս կողմը իհարկե Կարսը Սուրմալուն Արաքս գետից այն կողմ են բայց դա ուրիշ խնդիր է դա միշտ պատկանել է այս կողմին Այդ 70551 այդտեղից է գալիս, այսինքն արևելյան Հայաստանի հողերի մասին է խոսքը գնում։ Եվ Ռուսաստանը այդ արևելյան Հայաստանի հողերից այդ 40000-ը նվիրաբերել է մեր ղեկավարների ապաշնոր քաղաքականության արդյունքում ինչպես այսօր Արցախը նվիրաբերեց, ինչը։ Այդ ապաշնորությունն 20 տարեկանները կռվում էին, զոհվում էին, չէ։ Գեներալիտետը հանքերն է շահագործում, մեկ էլ Երևանից ուղարկած բյուջետային փողերով իրենց հարցերն էին լուծում։ Այս ապաշնորության արդյունքը, հետևանքը այդ կորուստներն են։ Հասկացա։ Սիրելի հայրենակիցներ, մենք խոսում ենք դառը իրականությունից, ու մենք այսօր ընտրում ենք այդ մարդկանց այդ մարդիկ ղեկավարում են մեր երկիրը, այդ մարդկանց ձեռագիրն է մեր երեխաների այսօր եռաբլուր լինելը, այդ մարդկանց ձեռագիրն է այսօր Արցախը, որ 150,000 մեր հայրենակիցները թողնելով իրանց տունը տեղը եկել են տարբեր տեղեր այսօր տուն չունենալով, գումար չունենալով, այսօր այդ մարդկանց Լևոն Տեր-Պետրոսյանից մինչև Նիկոլ Փաշինյան իրանց ձեռացագիրնը դնելով, ես նորից եմ ասում, նույնը Լևոն Տեր-Պետրոսյանը խոսում է 90-ական թվերից, այդ վիդեո տեսահոլովակ ես կդնենք մեր էջերում, որ հասկանալի եւ որևէ մեկը հարց չի տալիս, ուրա 60,000-ը, թող 60,000-ը լինի, չասենք 70 կամ 75,000-ը, 30 տարվա մեջ, դա ինչ էր, ինչ որ մի ղազան ջուր էր, որ ուղղակի տաքացրեցին, նա գոլոշացավ այդ 30,000 կիլոմետրը, ուրա նա խոսում էր դրա մասին եւ ասելով եթե կռիվ լինի դա կլինի մեր վերջը բերեցին հասցրեցին այդ ամեն ինչին եւ հիմա մենք մոտենում ենք հայ ազգի վերջին շունչը նշանակում է 30 տարվա մեջ 30,000 կիլոմետր տարին 1000 կիլոմետր մաշեցրեցին հիմա հասել է հաջորդ 30 տարին անցել է հիմա 29,000 երևի չեմ սխալվում 30,000 հա կլորացնենք այդ թիվը հա այդ 30,000-ն է վերջը որ մենք ոչ փախնելու տեղ ունենք ոչ գնալու ոչ որ ինչ-որ մի նոր ինչ-որ տարածքների նշանակում է աճ գնում ենք Ադրբեջանն է ցախ գնում ենք Թուրքիան է ինչ չի թվում որ Իրանի Հանրապետությունը մեզ կընդունի որպես պետություն եւ նա մեզ հող կտա ինչ չի թվում Վրաստանը մեզ կընդունի որպես Հայաստանի Հանրապետություն իր հողում ամեն մեկը մենք ունենք երկու տարբերակ իսկ երրորդ տարբերակը լինել ճշմարտության մեջ պահանջատերը շատ արագ ձևով մերժել էս բոլոր էս սատանայի առաքյալներին որտեղ նրանք սպանելու են ձեր որդիներին ձեր ամուսիններին բռնաբարելու են ձեր աղջիկներին ես դա բարձրաձայնում եմ ու մենք դա ապրել ենք եւ տեսել ենք այս ամեն օրը կախված է իրոք նույնը ես ասում եմ հոգևոր դաշտին ոնց որ թե Արամ ջան մեր հոգևոր կառույցը որի մասին խոսում եմ ու խոսել եմ շատ բարդ թեմաներ որ լռում է դեռ լռում է եւ կաթողիկոսը ես չեմ հասկանում նա չունի ասելու բան նա արդյոք այս իրավական թղթերը չի տեսել եւ չի իմանում եթե ինքը լռի մենք կբարձրացնենք ավելի բարձր թեմաներ ինձ թվում է հիմա կաթողիկոսի այն մարդիկ, որ ինձ լավ ճանաչում են, ես կբարձրաձայնեմ այդ թեմաները եւ ինչ չի թվում որ դա իր համար լավ կլինի, որտեղ նրա սխալն է, դա չի շանվես ինչ-որ բան պետք անեմ որ իր համար լավ չլինի, ոչ, ինքը արել է, մենք փորձել ենք, որ այս ամեն ինչը դեռ լռության մեջ մնա, բայց եթե ինքը լռում է, մենք կբարձրաձայնենք։ Ես անձամբ կբարձրաձայնեմ դա։ Արամ ջան, խնդրում եմ մի երկու բառ խոսենք մեր այն պլանի մասին, որը որ հիմա այդ բլանկը ստեղծվելու է եւ շատ արագ պետքա բաշխվի մեր միլիոնավոր ժողովրդին, որ իրանք իրենց ձայնը բարձրացնեն, խնդրեմ, մի երկու բառ դրա մասին, որ հասկանալի լինի շան բլանկը։ Մինչև դրան անդրադառնալ, ես ուզում եմ, որ մենք հստակեցում մտցնենք հայոց հայրապետի հետ կապված։ Ուրեմն միակ մարդը, ում սխալը իմ համար ընդունելի է, դա հայրապետի սխալն է։
ես ձեռքես այդտեղ վեր եմ բարձրացնում։ Անկախ ամեն ինչից, թե ինքը քանի սխալ արած կլինի, ու ինքը Աստծո ընտրյալն է երկրի վրա, եւ այդ առումով ես իր հետ վեճ չունեմ, ես իրեն եղբայրական խնդրանք կարող եմ միայն ունենալ, առավելագույնը, որ կարող եմ եղբայրական խնդրանքը իրեն, իսկ մյուս հոգեորականներից պահանջ։ Ես քաղաքացիական մարդ եմ եւ խորապես գիտակցում եմ 1700 տարվա խոսում ենք տիեզերական կառույցի մասին։ Եվ այդ տիեզերական կառույցի առաջի դեմքը անկախ են բոլոր կորուստներից, որ մենք ունեցել ենք, անկախ են բոլոր ճշմարտությունները, որոնք որ կա եւ այն պատմական փաստերը, որոնք ես գիտեմ եւ այդ ամենը իրոք շատ ծանր են, բայց դրանք ինձ թույլ չեն տալիս կաթողիկոսից բացի հորդորից ուրիշ բան պահանջել։ Ցավոք սրտի ինքը Աստծո ընտրյալն է։ Ցավոք սրտի ինչ եմ ասում, ես հասկանում եմ, որ մարդը կարող է վատը լինել, դրա համար ցավոք սրտի, բայց նա արդեն կաթողիկոս է, հետեւաբար նա ուծված ձեռնադրված է եւ ինքը Աստծո ընտրյալն է եւ ինքը միայն Աստծո առաջ է պատասխանում իր արարքների ամեն ինչի համար։ Սա այդ մասը։ Աստված պահապան հայ ժողովրդին, հայոց կաթողիկոսին, հայրապետին, երկու հայրապետներին եւ գից աթոռներին։ Իսկ մեր խնդիրը քաղաքացիական տարածքում է եւ ինչ եմ ցենց ասում, էլի տպավորություն չառաջանա, որ ես ասենք ինչ որ ասելու բան չունեմ։ Շատ են միշտ հիշեցնում եմ Նժդեհը եկեղեցում ստացավ սուրը, Անդրանիկն էլ եկեղեցում վերադարձեց սուրը։ Այդ երկու գեներալները այս կյանքի բոլոր քաղցրությունները եւ բոլոր դառնությունները տեսել էին։ Եվ իրենք ամենավերջի պայն ինչ Անդրանիկ այդ թուրը չէր կարողանում հետը տանել, թե Նժդեհը սրի կարիք ուներ։ Ուրեմն խնդիրներ կա, ուրեմն պետք է ճիշտ դիտարկել երևույթները։ Սա այդ մասով դրանք ծանր թեմաներ են, դուրս կանք մեր օրակարգային խնդիրներին, սենատի խնդիրները լուծելու եւ այն ինչ որ դու առաջադրում ես, որ մենք QR կոդով անենք, դա առաջնային խնդիր է, որտեղ յուրաքանչյուր հայ ինքը պետք է մասնակցություն ունենա։ Գոնե այսօրվա տեխնիկական խնդիրները թույլ են տալիս եւ մարդը խորքային պաշտպանվածություն ունի։ Ինքը 1000 կիլոմետր հեռու է իրեն վնասողից, այսպես ասեմ, էլի։ Ինքը ոչ մի անհանգստանալու բան չունի, որևէ մեկը Հայաստանից չի կարող գնա Ամերիկա, մարդուն զենա, ինչ որ անհանգստացնի կամ գա Եվրոպա եւ այլն։ Պրակտիկորեն մենք գտնվում ենք մեր համար, մեր տեսակի համար լավագույն վիճակում, որ կարող ենք առավելագույն այսօրվա տեխնոլոգիաները օգտագործել։ Այդպես մենք ապրել ենք հազարավոր տարիներ առաջ, որ մենք օգտագործել ենք լավագույն տեխնոլոգիաներ։ Այսօր էլ կա օգտագործենք այդ QR կոդով ամեն ինչը անենք եւ այն արծապնդումները, որ դու բարձրացնում ես, մեր հայրենակիցներին լինի հասանելի։ Շատ ընդհանրական եմ ասում, որտեղ սեղմել հնարավոր չի, որտեղ իրավունք պետքա մտնեն, մատը կպցնեն, ասեն մենք այս իրավունքի տերն ենք։ Մենք համաձայն ենք այդ իրավունքն ունենալու։ Տիրոջ կամքը Վարամ ջան, կլինի, եթե ունես ավելացնելու, ավելացվի, եթե չէ, ես եզրափակեմ, որ մեր հայրենակիցները դիտեն։ Շնորհակալություն, ես որևէ բան չունեմ ասելու, լավ եղեք, հաջողություն, ամենալավն ու բարին։ Շնորհակալություն Արամ ջան։ Սիրելի հայրենակիցներ, իմ խնդրանքն է մեր հայ ազգին, մեր հայ ժողովրդին, որ լինեք հանդուրժող, սիրո, Աստծո սիրո մեջ լինեք, չլինի ձեր մեջ ընդրությունից ընդրություն, ատելություն, մենք մի ազգ ենք, մենք ունենք մեկ հավատք, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի։ Ես իմ խնդրանքն է նորից մեր հայրենակիցներին միաբանության կոչ արեք, պարտայները կգան ու կգնան, Պողոսականները, Պետրոսականները, ՔՊԱ-ականները, չգիտեմ ինչականները, մի դարեք իրար թշնամի։ Նրանք գումարներ են աշխատում, նրանք գումարներ են մղսում, նրանք ձեր երեխաներին սպանում են եւ առևտուր են անում։
իսկ դուք դառնում եք ձեր հայրենակիցի հետ, եղբոր հետ, հարազատի հետ թշնամի։ Իմ խնդրանքն է, որ միաբանվեք, մնաք իրականության մեջ, ամենակարևորը ձեր ինքնությունը, ձեր հավատքը ունենաք, լինեք միաբանված Տիրոջ փառքի մեջ, առանց Աստծու մենք կործանված ենք։ Եթե մնացել է 30,000-ը, աղոթենք, որ Տերը մեզ ողորմա, տա մեզ իմաստություն, դա շատ կարևոր է իմաստություն ունենալ, հոգևոր իմաստություն։ Ես ասում եմ, առաջուց երկինքը, հետո նոր երկրի գործերը, որտեղ առանց երկնքի թույլտվությամբ չի կարող կայանալ երկրի գործերը։ Եթե մարդ սկսի առանց երկնքի երկրի գործերը, նա ուղղակի կկործանվի, կխորթակվի եւ կկորցնի ամեն ինչ։ Իմ շնորհակալություններ Արամ Մկրտչյանին, մենք կհանդիպենք շուտով, մենք խոսում ենք երկնքից եւ երկրից։ Աստված օրհնի բոլորին։